Vivaldi Catering բազմազան փաթեթներից առաջատար ընտրությունը։ Փաթեթ ընտանեկան 5-ից 6 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտանեկան եւ մեծ հավաքույթների համար հատուկ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $300 plus tax։ Vivaldi Lunch փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտրեք ձեր ճաշակին համապատասխան կոմբոն։ Vivaldi Catering համի, որակի եւ առատության առաջատարը։ Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Էմմա Շաբոյանն եմ, բարև ձեզ։ Միացյալ Նահանգների ներգաղթի եւ մաքսային ծառայությունը նույն ինքը այսը հունիսի վերջին 5 օրվա ընթացքում ձերբակալել է շուրջ 10,000 անձի։ Associated Press-ի տվյալներով այս ցուցանիշը նշանակում է, որ այդ օրերին օրական իրականացվել է մոտ 2000 ձերբակալություն։ Պաշտոնապես չի հրապարակվել, թե որ նահանգներում կամ քաղաքներում են անցկացվել գործողությունները։ Այսը փոխել է մարտավարությունը։ Եթե նախկինում իրականացվում էին լայնածավալ եւ հանրային ուշադրությունը գրավող գործողություններ խոշոր քաղաքներում, այժմ գերատեսչությունը նախընտրում է ավելի ցածր տեսանելիությամբ եւ համակարգված գործողություններ։ Ներքին անվտանգության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ գործողությունների հիմնական թիրախը ծանր հանցագործություններ կատարած ապօրինի ներգաղթյալներն են, ներառյալ մարդասպաններ, մանկապիղծներ, սեռական հանցագործներ, հանցավոր խմբավորումների անդամներ ու ահաբեկիչներ։ Այսի կալանավայրերում պահվող մարդկանց թիվը հունիսի 15-ի տվյալներով 39,000 է։ Համեմատության համար նախորդ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր դեկտեմբերին, երբ օրական միջինը ձերբակալվում էր 1283 մարդ։ Հունվարին այդ թիվը կազմել էր մոտ 1212 մարդ։ Միացյալ Նահանգների սննդամթերքի եւ դեղերի վարչությունը FDA-ը զապս եւ դրթի ապրանքանիշների որոշ կարտոֆիլի չիպսերի հետքանչը բարձրացրել է առաջին աստիճանի ամենաբարձր վտանգի մակարդակի սալմոնելայով հնարավոր աղտոտման պատճառով։ Այս չիպսերը մայիսին արդեն կամավոր հետ էին կանչվել, սակայն այժմ FDA-ը գնահատել է, որ դրանց օգտագործումը կարող է լուրջ առողջական հետևանքների կամ նույնիսկ մահվան վտանգ առաջացնել։ Սալմոնելան կարող է առաջացնել ծանր, երբեմն մահացու վարակներ, հատկապես փոքր երեխաների, տարեցների եւ թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ։ Եթե ձեր տանը կան այս ապրանքներից, FDA-ը խորհուրդ է տալիս անմիջապես դեն նետել դրանք եւ չօգտագործել։ Սպառողները կարող են փոխհատուցման կամ լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 1-877 423 0149 հեռախոսահամարով։ Նյու Յորքում դատարանի առջև են կանգնել Անջելա Նիկոլաուն եւ Իվան Բրիկուսը, նույն ինքը Իվան Կուզնեցովը, որոնք մեղադրվում են կյանքին վտանգ սպառնալու, ապօրինի ներխուժման եւ մի շարք այլ հանցագործությունների համար Empire State Building-ի ալեհավաք բարձրանալու դեպքով։ Դատախազության տվյալներով Կուզնեցովը ոստիկաններին հայտնել է, որ ցանկանում էր առանձնահատուկ բան անել իրենց նշանադրության համար։ Դատարանից դուրս գալուց հետո նա լրագրողների հարցին պատասխանել է միայն «Մենք հավատում ենք սիրուն»։ Ըստ քննիչների զույգը բարձրացել է շենքի 443 մետր բարձրությամբ ալեհավաքը, որտեղ բացել է սև պաստառ հետևյալ գրությամբ. «Երբ սիրո ուժը հաղթում է իշխանության սիրուն, աշխարհը ճանաչում է խաղաղությունը»։ Այնուհետև նրանք իջել են մի փոքր ավելի ցածր հարթակ, որտեղ Իվանը ծնկի է իջել եւ ամուսնության առաջարկ արել Անջելային։ Վերջինս ավելի ուշ Ինստագրամում հրապարակել է նշանադրության լուսանկարները Մանհեթենի համայնապատկերի ֆոնին։ Empire State Building-ի ղեկավարությունը հայտարարել է, որ բարձրանալը եղել է չարտոնված, իսկ զույգը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել առանց գրավի մինչև հաջորդ դատական նիստը։ Սա նրանց առաջին վտանգավոր արկածը չէ։ Զույգի Ինստագրամի էջը լի է աշխարհի տարբեր երկնաքերերի եւ կամուրջների գագաթներից արված լուսանկարներով ու տեսանյութերով։ Նրանք նաև նկարահանվել են 2024 թվականի Netflix-ի Skywalkers: A Love Story վավերագրական ֆիլմում։ Empire State Building-ի գագաթ բարձրանալու փորձեր նախկինում եւս եղել են։ 1994 թվականին նույն շենքը բարձրացել էր հայտնի ֆրանսիացի ալպինիստ Ալեն Ռոբերը, որը հայտնի է որպես ֆրանսիացի սարդ մարդ, եւ նա նույնպես ձերբակալվել էր։ Ռազմաօդային ուժերի գործող ծառայող մայոր Ջեյսոն Ուաթսոնը ձերբակալվել է Վաշինգտոնում կոնգրեսի ներկայացուցիչների պալատի աստիճանների վրա միայնակ բողոքի ակցիա անցկացնելուց հետո։ Ուաթսոնը զինվորական համազգեստով կանգնել էր Կապիտոլիումի աստիճաններին, ձեռքին պահելով Impeach, Convict, Remove, Impeachment դատապարտում եւ պաշտոնանկություն կամ հեռացում գրությամբ պաստառ, պահանջելով նախագահ Դոնալդ Թրամփի եւ փոխնախագահ Ջեյ Վենսի անհապաղ իմպիչմենտն ու պաշտոնանկությունը։ Կապիտոլիումի ոստիկանության տվյալներով նրան նախազգուշացրել են, որ առանց կոնգրեսի անդամի ներկայության այդ վայրում ցույց անցկացնելն արգելված է։ Երբ Ոթսոնը հրաժարվել է հեռանալ, ոստիկանները նրան ձերբակալել են հասարակական կարգը խախտելու մեղադրանքով։ Ավելի ուշ նա ազատ է արձակվել։
Ակցիայից առաջ Ուոթսոնը մասնակցել էր մամուլի ասուլիսի, որտեղ հայտարարել էր, որ իր կարծիքով Թրամփի վարչակազմը բազմիցս խախտել է սահմանադրությունը։ Նա քննադատել է նախագահի ռազմական գործողությունների որոշումները, ներգաղթի քաղաքականությունը եւ մի շարք այլ քայլեր, պնդելով, որ դրանք հիմք են իմպիչմենտի համար։ Ուոթսոնը նաև կոչ է արել ամերիկացիներին օգտվել իրենց առաջին ուղղմամբ պաշտպանված բողոքի իրավունքից եւ շարունակել ճնշում գործադրել կոնգրեսի վրա։ Ռազմաօդային ուժերը նշել են, որ գործող զինծառայողներին արգելվում է համազգեստով մասնակցել կուսակցական քաղաքական գործունեության։ Եթե հաստատվի կանոնների խախտումը, նա կարող է ենթարկվել վարչական կամ կարգապահական պատասխանատվության։ Ուոթսոնը ծառայում է որպես շտաբային սպա Լեհաստանի Բիդգոշ քաղաքում եւ զինված ուժերում է ավելի քան 20 տարի։ Լոս Անջելեսի շրջանի բնակիչ 42-ամյա Դերեկ Կալան դաշնային դատարանում ընդունել է մեղքը Today հեռուստաշոուի հաղորդավար Սավանա Գաթրիի անհետացած 84-ամյա մոր Նենսի Գաթրիի առևանգման գործով կեղծ փրկագնի պահանջներ ուղարկելու համար։ Կալան մեղավոր է ճանաչվել հեռահաղորդակցության միջոցով հետապնդում իրականացնելու 2 դրվագով։ Այս մեղադրանքներով առավելագույն պատիժը կարող է կազմել մինչև 2 տարվա ազատազրկում եւ $250,000 տուգանք, սակայն դատախազության հետ կնքված համաձայնությամբ նախատեսվում է, որ նա կդատապարտվի 5 տարվա պայմանական ազատազրկման։ Դատախազության տվյալներով փետրվարի 4-ին Կալան զանգահարել եւ հաղորդագրություններ է ուղարկել Գաթրիի ընտանիքին, հետաքրքրվելով բիթքոինով պահանջված գումարի փոխանցմամբ։ Նա ձերբակալվել է փետրվարի 5-ին Նենսի Գաթրիի անհետացումից 4 օր անց։ Մինչ այդ տեղական լրատվամիջոցները ստացել էին փրկագնի նամակներ, որոնցում պահանջվում էր բիթքոինով վճարում եւ նշվում էին վճարման վերջնաժամկետներ։ Սակայն ՀԴԲ-ն հայտարարել է, որ քննության ընթացքում ստացված մի շարք նամակներ եղել են կեղծ շորթման փորձեր եւ իրական առևանգողների հետ որևէ կապ չեն ունեցել։ Սա առայժմ միակ քրեական դատավճիռն է Նենսի Գաթրիի անհետացման գործով։ Քաթարում ավարտվել է Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև անցկացված անուղղակի բանակցությունների հերթական փուլը, սակայն կողմերը դեռևս չեն հասել երկարաժամկետ խաղաղության համաձայնության։ Աղբյուրների փոխանցմամբ 2-օրյա հանդիպումների ընթացքում հիմնականում քննարկվել են այն գործնական հարցերը, որոնք ըստ կողմերի արդեն լուծված էին 2 շաբաթ առաջ հայտարարված ժամանակավոր համաձայնագրով։ Դրանց թվում են Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնումը եւ Իրանի սառեցված ֆինանսական միջոցների ապաշրջափակումը։ Քաթարի ԱԳՆ-ն հայտարարել է, որ բանակցություններում գրանցվել է դրական առաջընթաց եւ հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի հուղարկավորությունից հետո։ Այս փուլում Իրանի միջուկային ծրագիրը չի քննարկվել, թեև հենց այդ հարցն էր դարձել ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական գործողությունների գլխավոր պատճառներից մեկը։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայինացման շուրջ գործընթացը լավ է ընթանում, իսկ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նշել է, որ միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն ավելի ուշ։ Հորմուզի նեղուցը, որով մինչ պատերազմն անցնում էր համաշխարհային նավթի եւ հեղուկացված բնական գազի առևտրի մոտ 20%-ը, շարունակում է մնալ բանակցությունների առանցքային թեմաներից մեկը։ Թեև նավագնացությունը մասամբ վերականգնվել է, իրավիճակը դեռևս անկայուն է։ Իրանը շարունակում է պնդել, որ ցանկանում է միջազգային ճանաչում ստանալ նեղուցի նկատմամբ, անհրաժեշտության դեպքում նաեւ ուժ կիրառելու միջոցով։ Հինգշաբթի Թեհրանում մեկնարկել է Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի սգո արարողությունը։ Խամենեին զոհվել էր պատերազմի սկզբում ԱՄՆ-ի եւ Իսրայելի իրականացրած հարվածների հետևանքով։ Իրանի իշխանությունները պատրաստվում են մի քանի օր տևող զանգվածային արարողությունների, նպատակ ունենալով Խամենեիի մահը վերածել Իսլամական Հանրապետության նկատմամբ հանրային աջակցության լայնածավալ ցուցադրության։ Կառավարությունը ծրագրում է միլիոնավոր մարդկանց ներգրավել սգո միջոցառումներին, ապահովելով նրանց տեղափոխումը, կացությունն ու սնունդը երկրի միասնությունն ու թեոկրատական համակարգի ուժը ցուցադրելու նպատակով։ Իրանի քաղաքական եւ կրոնական համակարգում Խամենեին ոչ միայն պետության ղեկավարն էր, այլև շիա իսլամի 12-րդ իմամի երկրային ներկայացուցիչը։ Այդ պատճառով նրա կողմնակիցների համար թշնամու հարձակման հետևանքով մահը խորհրդանշական է, կապված շիական նահատակության եւ սգի ավանդույթների հետ։ Իշխանությունները հայտարարում են, որ հուղարկավորության միջոցառումները պետք է ցույց տան երկրի միասնությունն ու դիմակայունությունը պատերազմից հետո։ Թեհրանում կայանալիք արարողություններից հետո Խամենեիի աճյունը կտեղափոխվի Սուրբ Քոմ եւ Մաշհադ քաղաքներ։ Լրացուցիչ սգո միջոցառումներ նախատեսված են նաեւ Իրաքում, իսկ հուղարկավորությունը նախատեսվում է հաջորդ շաբաթ։ Անվտանգության միջոցառումները խստացվել են։ Թեհրանի եւ մի շարք այլ քաղաքների օդային տարածքում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Իրանի իշխանությունները նաեւ զգուշացրել են, եթե ԱՄՆ-ն կամ Իսրայելը վերսկսեն հարձակումները, կստանան հզոր պատասխան։
Միացյալ Նահանգները հայտարարել է, որ չի երկարաձգելու ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա USMCA ազատ առևտրի համաձայնագիրը, սկսելով դրա հնարավոր ավարտի գործընթացը։ Որոշումը հրապարակվել է համաձայնագրի 6-ամյա վերանայման ավարտից հետո։ Գործող կանոնների համաձայն, եթե 3 երկրները չհասնեն նոր համաձայնության եւ թարմացնեն պայմանագիրը, այն կդադարի գործել 10 տարի անց։ ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմսոն Գրիրը հայտնել է, որ Վաշինգտոնը շարունակելու է բանակցությունները Կանադայի եւ Մեքսիկայի հետ, լուծելու այն խնդիրները, որոնք ըստ ԱՄՆ-ի շարունակում են վնասել ամերիկյան տնտեսությանը։ Նա նաև հաստատել է, որ առաջիկա բանակցությունները Մեխիկոյում կկայանան նախատեսվածի համաձայն։ Իր հերթին Մեքսիկայի էկոնոմիկայի նախարար Մարսելո Էբրարդը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է աշխատել ԱՄՆ-ի մտահոգությունները լուծելու ուղղությամբ, կապված աշխատատեղերի կորստի եւ առևտրային դեֆիցիտի հետ։ Նրա խոսքով 3 երկրների միջև չկան այնպիսի անհաղթահարելի տարաձայնություններ, որոնք հնարավոր չլինի լուծել բանակցությունների միջոցով։ USMCA-ը ստորագրվել էր Դոնալդ Թրամփի առաջին նախագահության ընթացքում, փոխարինելով 1994 թվականին NAFTA համաձայնագրին։ Այն այսօր հանդիսանում է Հյուսիսային Ամերիկայի տնտեսական համագործակցության հիմքը, ընդգրկելով տարեկան շուրջ 1.6 տրիլիոն դոլարի եռակողմ առևտուր։ Սակայն Թրամփի վարչակազմը պնդում է, որ ԱՄՆ-ն շարունակում է զգալի առևտրային դեֆիցիտ ունենալ Կանադայի եւ Մեքսիկայի հետ, եւ այդ պատճառով անհրաժեշտ է վերանայել գործող պայմանները։ Ըստ Financial Times-ի հրապարակման, OpenAI-ը քննարկել է ԱՄՆ կառավարության ընկերության 5% բաժնեմաս տրամադրելու հնարավորությունը։ Նույն առաջարկը ըստ տեղեկությունների վերաբերում է նաև ամերիկյան այլ խոշոր արհեստական բանականության ընկերություններին։ Նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ ամիս հայտարարել էր, որ ուսումնասիրվում են տարբերակներ, որպեսզի ամերիկացիները նույնպես կարողանան մասնակցել արհեստական բանականության ոլորտի տնտեսական հաջողություններին, այլ ոչ միայն մասնավոր ներդրողները։ Ավելի վաղ OpenAI-ն առաջարկել էր ստեղծել հանրային բարեկեցության հիմնադրամ, որը կներդնի AI ընկերություններում եւ ստացված եկամուտների մի մասը կբաշխի ԱՄՆ-ի քաղաքացիներին։ Մինչդեռ մրցակից Anthropic ընկերությունը քննարկում է այսպես կոչված թվային դիվիդենդի գաղափարը, որի համաձայն ամերիկացիներին կարող են վճարումներ կատարել AI ոլորտից գանձվող հարկերի հաշվին։ Financial Times-ի տվյալներով OpenAI-ի գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանը առաջարկել է, որ առաջատար AI ընկերությունները իրենց բաժնետոմսերի 5%-ը փոխանցեն հատուկ հիմնադրամի, որը կգործի Ալյասկայի մշտական հիմնադրամի սկզբունքով։ Այդ հիմնադրամը ձևավորվել է նավթային եկամուտներից եւ ամեն տարի դիվիդենդներ է վճարում Ալյասկայի բնակիչներին։ Հաղորդվում է, որ Ալթմանը այս գաղափարը քննարկել է նախագահ Թրամփի, առևտրի նախարար Հովարդ Լատնիկի, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի, ինչպես նաև սենատոր Բեռնի Սանդերսի հետ։ Միացյալ Նահանգներում հունիսին աշխատաշուկայի աճը զգալիորեն դանդաղել է։ Աշխատանքի նախարարության տվյալներով տնտեսությունն ավելացրել է ընդամենը 57,000 նոր աշխատատեղ, ինչը գրեթե 2 անգամ պակաս է տնտեսագետների կանխատեսումներից։ Գործազրկության մակարդակը նվազել է մինչև 4.2%, սակայն դա պայմանավորված է ոչ թե զբաղվածության աճով, այլ նրանով, որ շուրջ 720,000 մարդ դուրս է եկել աշխատաշուկայից։ Արդյունքում աշխատուժի ցուցանիշը նվազել է մինչև 61%-ից մի փոքր ավելին, ինչը վերջին ավելի քան 5 տարվա ամենացածր մակարդակն է։ Զեկույցում նաև վերանայվել են ապրիլի եւ մայիսի տվյալները, ցույց տալով, որ այս ամիսներին նույնպես ստեղծվել է ավելի քիչ աշխատատեղ, քան նախապես հաղորդվել էր։ Վերլուծաբանների գնահատմամբ այս տվյալները վկայում են, որ աշխատաշուկան աստիճանաբար սառչում է։ Դրանից հետո ֆինանսական շուկաները նվազեցրել են ակնկալիքները, որ դաշնային պահուստային համակարգը մոտ ապագայում կբարձրացնի տոկոսադրույքները։ Չնայած տնտեսական անորոշությանը կապված ինչպես նախագահ Թրամփի մաքսատուրքերի քաղաքականության, այնպես էլ մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակի հետ, շատ ընկերություններ շարունակում են խուսափել զանգվածային կրճատումներից։ Փորձագետների կարծիքով գործատուները դեռ հիշում են COVID-19 համավարակից հետո աշխատուժ գտնելու դժվարությունները եւ չեն շտապում ազատել աշխատակիցներին։ Այսօրվա համար լրահոսից այսքանն էինք առանձնացրել։ Ես եմ Աշաբոյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար։ Կհանդիպենք։